Սիրելի գործընկերներ, ողջունում եմ բոլորիդ, շատ հաճելի է դահլիճում տեսնել ծանոթ եւ հարազատ դեմքեր, ում հետ առաջին անգամը չէ, որ հանդիպում ենք։ Շնորհակալ եմ իհարկե նաեւ կազմակերպիչներին, երկրորդ անգամ ինձ այս հնարավորությունը ընձեռելու համար։ Անակնկալ է սպասվում, մոռացա ասեմ։ Արմինեի ելույթից հետո ծնողի դպրոցը կազմակերպել է փաթեթ անակնկալ իրենց ձեռնարկներով, գրքերով լավագույն հարց տվող մասնակցին, այո, որին ընտրելու է Արմինեն։ Սենց կարող եք ընթացքում աչքով անել կամ սենց սրտիկներ անել Արմինեն։ Շնորհակալ եմ։ Որպես մասնագետ, հարցը ինձ համար հետաքրքիր դարձավ, իհարկե իմ երկրորդ բալիկի ծնունդից հետո, երբ ինքս հասկացա, որ ես որպես ծնող որոշել եմ ունենալ երեխաներ, եւ ես որպես ծնող որոշել եմ, որ իրենք շատ հաշտ պիտի լինեն, պիտի սիրեն իրար, պիտի կիսեն իրար խաղալիքները, պիտի իրար չխանգարեն, այո, պիտի շատ հաշտ ու համերաշխ խաղան, բայց ամեն ինչ այդպես չի, ինչպես որ ես եմ ուզել եւ ես եմ որոշել։ Եվ այո, սկսեցի հարցը ուսումնասիրել որպես մամա, զուգահեռ նաև մասնագիտական այսպես գիտելիքները օգտագործել, որպեսզի իսկապես այն կարևոր միտքը, որը մենք որպես ծնող ունենում ենք եւ կարծում եմ դա շատ առողջ եւ նորմալ է, որ մեր երեխաները իրար հետ իսկապես ունենան առողջ փոխհարաբերություններ, իսկապես խորքային մակարդակում ընդունեն իրար, սիրեն իրար, հա, հարգեն իրար եւ իրար հաշվի առնեն տարբեր իրավիճակներում, այստեղ մենք իսկապես որպես ծնող անելիքներ ունենք եւ ցավոք սրտի ասեմ, թե բարեբախտաբար ասեմ, դա ուղղակի մի վայրկյանում, մի րոպեում մի քանի ժամում չի լինում։ Այո, մենք կարող ենք ունենալ ընտանեկան որոշակի ավանդույթներ, որոշակի հարաբերությունների ձև, ոչ, որը մեզ թույլ տա այդ փոխհարաբերությունները ավելի որակով ու լավը դարձնել, բայց շատ ժամանակ մեզ նաև իսկապես անհրաժեշտ է լինում որոշակի կոնկրետ քայլեր ձեռնարկել, չանել որոշակի գործողություններ եւ իսկապես ավելի գործնական աշխատանքներ անել, որպեսզի մեր երեխաները իրար ճանաչեն եւ իրար հետ առողջ հաղորդակցվել սովորեն, հա։ Ինչն է առաջին հերթին մեզ խանգարում ընկերներ ջան, մեր երեխաների փոխհարաբերությունների առողջ կարգավորման գործում։ Մեզ խանգարում են որոշակի ոչ իրական, ոչ հիմնավոր մտքեր, որ մենք մեր գլխում ունենք եւ մեր երեխաների փոխհարաբերությունների հետ կապված հարցերում սկսում ենք առաջնորդվել հենց այդ մտքերով, հա, այստեղ ես մի քանի ուղակի այսպես կարծրատիպային մտքեր եմ առաջ քաշել, որոնք որ հաճախ չունեն իրենց ռացիոնալ հիմնավորումները, հա, օրինակ մենք որպես ծնողներ կարծում ենք, թե եթե իրենք նույն հորից են, նույն մորից են, մի ընտանիքում մի հարկի տակ են ապրում, ուրեմն միշտ պիտի լինի խաղաղություն, հա, եթե նույնիսկ մեկը մյուսի խաղալիքն է ուզում, կամ մեկը մյուսի տեղում է ուզում նստել, դա պետք է շատ այսպես կամ պիտի չուզի, կամ էլ պիտի շատ քաղաքավարի ձևով ուզի, հա, մենք մտածում ենք, որ դե եթե իրանք նույն արունակիցներ են, միշտ պետք է ամեն ինչ խաղաղ լինի եւ սա մեզ խանգարում է, նույնիսկ շատ սովորական փոքրիկ վիճաբանության ժամանակ, երբ մենք այսպես ենք մտածում, մեր արձագանքը շատ բուռն է լինում, շատ գերէմոցիոնալ է լինում, հա, ինչը բնականաբար չի կարող սովորեցնել մեր երեխաներին արդյունավետ հաղորդակցվել։ Մյուսը մենք կարծում ենք, որ իրենք անպայման պիտի լինեն լավագույն ընկերներ։ Սա վատ ցանկություն չի իրականում, այո, մենք կարող ենք սա ուզել, բայց պարտադիր չի, որ իրենք լինեն իրար միակ եւ լավագույն ընկերներ։ Իրենք կյանքում էլ կարող են ունենալ ընկերներ, իդեմս մեզ, իդեմս իրենց դասընկերների, բակային ընկերների եւ այլ տարբեր միջավայրներից ընկերների։ Եվ մենք ունենք նաեւ կարծրատիպ, ինչը ի սկզբանե այսպես որպես հիմք քայքայում է երեխաների հարաբերությունները, որ ավագը միշտ պետք է զիջի։ Մշտապես ինքը իր խաղալիքը պիտի տա, անկախ նրանից ինքը քանի տարեկան է, հա, ինքը իր խաղալիքը պիտի փոքրին տա, իր հագուստները պիտի տա, իր տարածքը պիտի տա, իր մահճակալը պիտի տա, թեև արդեն ավագը արդեն իսկ իր համար ամենակարևորը մամային զիջել է, նույնիսկ ամենափոքր տարիքում, հա,
այն ամենակարևոր իր աշխարհում, հա, անվտանգության ու ապահովության հիմքը արդեն իսկ զիջել է մայրիկին, բայց մենք դրանից զատ նաև ստիպում ենք մնացյալ ամեն ինչով կիսվել, հա, սա էլ է խանգարող միտք, որը մեզ թույլ չի տալիս այդ առողջ փոխհարաբերությունները երեխաների միջև կառուցել։ Մինչդեռ ընկերներ ջան, իրականությունը այն է, այստեղ շատ երկար չեմ ասի, որ երկու մարդ, եթե շփվում են իրար հետ, կոնֆլիկտներն ուղղակի անխուսափելի են, եւ սա շատ նորմալ, շատ առողջ երևույթ է, երբ մեր երեխաները միմյանց հետ ունենում են փոխհարաբերություններում ինչ-որ հարցեր, որոնք իրենց համար անհասկանալի են, հա, եւ սա բացասական դեր ունենում այն դեպքում, երբ որ մեր միջամտությունը բավարար հասուն չի, բավարար խորը չի եւ բավարար աջակցող չի մեր երեխաներին։ Եթե մենք ընդունում ենք հանգամանքը, որ մեր երեխաները իրար հետ վիճելով կենսափորձ են ձեռք բերում, փորձում են հասկանալ միմյանց սահմանները, իհարկե շատ բան կախված է նաեւ մեր արձագանքման ձևերից, սովորում են իրար հետ բանակցել, հա, սա ամենայն հաճելի պահն է, որպես մամա եմ սա ասում, երբ տեսնում ես, թե ոնց են իրենք որևէ իրենց համար, երկուսի համար էլ կարևոր հարցի շուրջ փորձում բանակցություններով գալ ընդհանուր եզրահանգման, եւ սա կենսափորձ է, որը իրենց հետ տանելու են դուրս այլ մարդկանց հետ փոխհարաբերություններում գործածելու, հա։ Սա հաղթելու եւ պարտվելու փորձառություն է, արտակարգ, հա, այստեղ էլ մեզ կարող են մեր կարծրատիպային մտքերը օրինակ շատ խանգարել, երբ մենք մտածում ենք, որ տանը ունենք տարբեր սեռերի երեխաներ ու մտածում ենք, որ աղջիկը միշտ պետքա պարտվողի դերում լինի, որ հանկարծ տղան այդ տհաճ զգացողությունները չունենա, Անուշն էլ իր խոսքում ասաց, որ տանը այդ փորձառությունը թույլ տանք, որ ունենա, որ դրսում հանկարծ չխեղճանա, հա, բայց սա իրենց համար, երբ իրենք ունեն, որ տղան այստեղ պիտի զիջեր կամ առհասարակ անկախ սեռից մեկը պիտի զիջեր, այստեղ ճիշտ է օրինակ կամ ավելի արդյունավետ լուծում առաջարկողը մյուս կողմներ, սա իրենց համար շատ լավ այդ հաղթողի եւ պարտվողի զգացողությունները սխալվողի եւ ավելի արդյունավետ լուծում առաջարկողի դերում լինելու շատ լավ այսպես փորձ ունենալու հնարավորություն է, սա նաեւ իրենց թույլ է տալիս իրար ճանաչելով սովորել ավելի լավ իրար հետ ապրել, հա, համատեղ մի տանիքի տակ։ Եվ հիշենք, որ վեճերը շատ բնական են եւ անբնական կլինի երևի, եթե մենք ունենանք մի որևէ ընտանիք, որտեղ որ քույրերն ու եղբայրները իրար հետ չեն կռվում, հա։ Եթե մենք անդրադառնանք պատճառներին, ընկերներ ջան, ես սովորաբար սիրում եմ առանձնացնել պատճառների երկու խումբ՝ քույրերի եւ եղբայրների փոխհարաբերությունների մեջ։ Դրանցից մի խումբը դրանք ավելի խորքային պատճառներն են, հա, իսկ մյուս խումբը ավելի իրավիճակային պատճառներն են։ Երևի մեր ուշադրությանը ավելի արժանի են այս խորքային պատճառները, հա, ինչի համար են իրենք կռվում։ Եվ այս խորքային պատճառների մեջ մենք կարող ենք առանձնացնել օրինակ ծնողի սիրուն արժանանալը, ծնողի հավանությանը արժանանալը, ուշադրություն գրավելը, ամեն ինչ անել, որպեսզի ծնողը առհասարակ իր վրա իր կողմը նայի, հա, խանդը, սիրված լինելու այդ զգացողության բացակայությունը երեխայի մեջ, հա, որոնք անընդմեջ կարող են բերել որոշակի կոնֆլիկտների։ Եվ այստեղ մեր անելիքները նույնպես պիտի ուղղված լինեն այս խորքային պատճառները առաջին հերթին հասկանալուն եւ դրանց ուղղությամբ որոշակի գործողություններ ձեռնարկելուն։ Եվ կան տարատեսակ իրավիճակային կոնֆլիկտներ, որոնք սովորաբար երեխաների մեջ առաջանում են եւ դրանք լուծվում են, հա, օրինակ մեքենայի համար վեճը, խաղում էին իրար հետ, ուղղակի մի մեքենայի համար վիճեցին, հետո կարողացան հաշտության գալ եւ դա 2-3 րոպեի ընթացքում այդ հարցը կարգավորվեց, հա, այսինքն մենք պիտի որպես ծնող ուշադրություն դարձնենք այդ կոնֆլիկտների բնույթին, դրանց ինտենսիվությանը եւ տևողությանը։ Հիմա մենք մի փոքր նաեւ վիճակագրություն կնայենք եւ դա երևի ձեզ համար կողմնորոշիչ կարող է լինել, հա։ Երբ մենք տեսնում ենք, որ ակնհայտ կա այդ շատ սուր խանդի զգացողություն, անընդհատ կա երեխաների որևէ մեկի կողմից մեզ ցույց տալու, որ ինքն էլ է լավը եւ ոնց որ անընդհատ մեզանից սեր հայցի, հա, անընդհատ ուզենա, որ մենք ասենք ապրես, դու ես լավը, ես քեզ եմ սիրում։ Երբ մենք տեսնում ենք, որ մի տեսակ կա երեխաների մեջ ոչ թե այդ
իրավիճակի հետ կապված լարվածությունը, այլ կայուն, տևական եւ շատ ինտենսիվ այսպես լարվածություն մինչեւ անգամ ատելության զգացողություն եւ դրա մասին բարձրաձայնում եւ դրա որոշակի գործը միտումնավոր ցավեցնելու միտում, այսա որպես ծնող մեզ պիտի որոշակի ազդակ լինի ինքներս մեզ հարցնելու, արդյոք ես որպես ծնող իմ յուրաքանչյուր երեխայի բազային պահանջմունքը սիրված ու ընդունված լինելու իրեն հարմար ձևով կարողանում եմ բավարարել։ Ես տալիս եմ իրեն բավարար ազդակներ, որպեսզի ինքը ունենա այն զգացողությունը, որ ես իրեն սիրում եմ։ Որտեւ երբ մենք այս հիմնական բազային պահանջմունքը երեխաների բավարարում ենք, կարծես թե իրենք էլ իրար հետ մրցակցելու, իրարից ինչ-որ բան խլելու, խորքային առումով ոչինչ չունեն։ Մնացած կոնֆլիկտները ուղղակի կլինեն տարբեր իրավիճակների շուրջ, որտեղ ուղղակի մենք կսովորենք հմտություն կոնֆլիկտային իրավիճակներում իրենց գործելու, հա։ Մինչև մենք չենք պարզել այդ խորքային պատճառները, մեր անելիքները կարող են ուղղակի որևէ արդյունք չտալ։ Երեխաների փոխհարաբերությունների որակի վրա ազդում են մի շարք գործոններ։ Ես այստեղ միտումնավոր չեմ նշել երկրորդ երեխայի կամ յուրաքանչյուր հաջորդ երեխայի ծնունդին նախապատրաստվելու մասին, որովհետև շատ հաճախ շատ ընտանիքներում լինում է երկրորդ կամ երրորդ երեխայի ծնունդը սպոնտան, չպլանավորված եւ ծնողները ժամանակ չեն ունենում, հա, նախապատրաստել իրենց ավագ երեխաներին, սարսափելի ոչինչ չկա, հա, միտումնավոր չեմ նշել, որովհետև եթե նույնիսկ մենք չենք նախապատրաստել, մենք միշտ ժամանակ ունենք այս հարցը հղկելու։ Իհարկե նախապատրաստումը մեզ մի շարք խնդիրներից զերծ կպահի, բայց եթե չենք հասցրել, ոչ մի սարսափելի բան չկա, կարևոր է հասկանալ, որ մենք այս առումով անելիք ունենք եւ կարողանանք մեր անելիքները պլանավորել, դասավորել եւ երեխային իրազեկել տեղի ունեցած փոփոխությունների մասին։ Բնականաբար երեխաների փոխհարաբերությունների որակի վրա ազդում են երեխաների տարիքային տարբերությունները, հա։ Ինչքան մոտ են սովորաբար այդ տարիքները, այնքան ավելի շատ են նման հետաքրքրությունները, նման պահանջները, պահանջմունքները եւ ավելի հաճախ են լինում նաեւ այս տարիքում բախումները, հա, երեխաների անհատական առանձնահատկությունները կարող են ազդել։ Երեխաները իրենց բնույթով խիստ տարբեր կարող են լինել։ Մեկը կարող է սիրել խաղալ կատարյալ լռության մեջ, ավելի ազատ ու հանգիստ միջավայրում, իսկ մյուսը ճիշտ հակառակը, հա, ավելի աղմկոտ, ավելի այսպես շարժուն, ավելի այսպես դրայվով հագեցած իրավիճակում եւ համատեղ խաղը կարող է դառնալ իսկապես իրենց համար լուրջ մարտահրավեր եւ ավելի այսպես մեծ, հա, առյուծի բաժինը կարծում եմ հենց ծնողական մոտեցումներն են, որով որ մենք կարողանում ենք ձևավորել երեխաների փոխհարաբերությունները եւ դրանց որակը։ Մեր դերը որպես ծնող, ընկերներ ջան, բացի այն, որ մենք մեր երեխաների հետ պիտի հուզական կապ ունենանք, մենք մեր երեխաներին պիտի օգնենք, որպեսզի իրենք էլ իրար մեջ կարողանան այդ հուզական կապը ձևավորեն։ Ոչ թե պարտադրենք, որ դուք իրար պիտի սիրեք, հա, դուք պարտավոր եք իրար հարգել, դուք պարտավոր եք իրար լսել, այլ սովորեցնենք ուշադիր լինել եւ տեսնել եւ զգալ եւ հարգել դիմացինի հույզերը, հա, կարծես այդ իրավիճակում մենք ավելի թարգմանիչի դեր ենք դառնում, հա, երեխաների միջև եւ փորձում ենք ստեղծել, բնությունից տրված կա, բայց այդ ստեղծվածը չփչացնել, չքանդել, ավելի ամրապնդել ու զարգացնել, հա։ Օրինակ, երբ երեխաները ունենում են կոնֆլիկտ, այստեղ շատ կարևոր է այդ կոնֆլիկտից հետո մեր արած գործողությունները, հա, ինչ ենք անում։ Երբ մենք փորձում ենք յուրաքանչյուր երեխայի համար հասկանալի դարձնել մյուս կողմի տեսակետը, կարծիքը, զգացածը, մտածածը, հա, եւ թարգմանում ենք իրար, ով ինչ զգացողությունից դրդված, ով ինչ մտքից դրդված է այդ գործողությունները արել, որը բերել է մեզ կոնֆլիկտին, մենք երեխաներին օգնում ենք ավելի էմպաթիկ մոտեցումներ զարգացնել միմյանց միջև։ Եվ սովորաբար մենք որպես ծնող ինչ ենք անում, երբ որ լինում է վեճ կամ կտրուկ դադարեցնում ենք, միջամտում ենք անկախ նրանից այդ վեճը միջամտության կարիք ուներ թե ոչ, միջամտում ենք եւ միանգամից որոշում ենք, հա, դու սխալ ես, դու ճիշտ ես, տալիս ենք իրենց այս դերերը եւ դրանով իսկ այո, մի քիչ գուցե կոպիտ ասեմ, բայց քանդում ենք մեր երեխաների միջև հուզական կապը։
Հա, եւ մեր խնդիրն է օգնել երեխաներին ճանաչել իրար եւ սովորեցնել մեր երեխաներին նույն այդ կոնֆլիկտային իրավիճակներում, ես խոսեցի նաեւ անհատական առանձնահատկությունների մասին, իրենց անհատական առանձնահատկությունների հետ հաշվի նստելով սովորեցնենք իրենց ավելի արդյունավետ միմյանց հետ հաղորդակցվել։ Երեք հիմնական սխալ եմ այստեղ առանձնացրել, որոնք որ խոչընդոտում են քույրերի, եղբայրների, ընտանիքում մեծացող երեխաների առողջ փոխհարաբերությունների ձևավորմանը, դա համեմատությունն է, պարտադիր, այսպես կիսվելու մեր պարտադրանքը եւ դերերը կամ պիտակավորումը, հա, որը որ մենք անում ենք։ Համեմատության հետ կապված ես կարծում եմ, որ սա մեր կյանքի անբաժան մասն է։ Մենք չհամեմատել չենք կարող։ Մենք էլ ենք համեմատվում եւ չհամեմատել ուղղակի չենք կարող։ Հենց այդ համեմատության միջոցով է, որ մենք հասկանում ենք լավը որն է, վատը որն է, ճիշտը որն է, հասել ենք ինչ որ մի կետի, թե չենք հասել։ Բայց շատ կարեւոր է, թե այդ համեմատությունը մենք ինչպես ենք օգտագործում, ընկերներ ջան։ Երբ մենք դրա մեջ դնում ենք որոշակի հուզականություն, դրական կամ բացասական, այդ համեմատությունները շատ կարող են քայքայող լինել։ Երբ մենք օրինակ նույն տեսեք ասում ենք, չգիտեմ, եղբայրդ ավելի վաղ է արթնանում առավոտյան, դու օրինակ սիրում ես ավելի երկար քնել։ Սա համեմատություն է, հա, մենք վերցնում ենք ժամը եւ համեմատում ենք իրենց արթնանալու ժամերը իրար հետ, հա։ Բայց երբ որ մենք սա ուղղակի չեզոք նախադասությունների տեսքով ենք ասում, մենք չենք ասում, որ դա լավ է կամ դա վատ է։ Հա, դու ավելի արագ ես հավաքվում, դու սիրում ես մի քիչ ավելի երկար տանից դուրս գալուն ժամանակ հատկացնես քո նախապատրաստմանը։ Համեմատություն է, բայց չկա լավ ու վատի երանգը, հա, բայց երբ որ մենք ասում ենք, վայ, ինչ լավ է, որ աղբետ, առանց մի խոսք ասելու առավոտյան շուտ մի անգամից sense ոտքի վրա պետք չի հիշացնել 5 րոպե հետո պատրաստ է, վայ, իսկ քեզ մի 2 ժամ պահանջվում է, որ դու կարողանաս հավաքվելու տնից դուրս գանք, սա արդեն էմոցիոնալ համեմատում է, որը ասում է, եղբայրդ լավն է, իսկ դու լավը չես, հա, այս տեսակ համեմատություններ հաստատ չարժի անել, որովհետև կամա թե ակամա, նույնիսկ եթե մենք չունենք կոնֆլիկտային կամ լարված իրավիճակ, մենք այս տեսակ էմոցիոնալ համեմատություններով ստեղծում ենք լարվածություն մեր երեխաների փոխհարաբերություններում, հա, ինչ որ առումով նաև բացասական էմոցիոնալ վերաբերմունք քրոջ կամ եղբոր նկատմամբ։ Մենք մեր երեխաներին պիտի թույլ տանք, որ իրենք ունենան իրենց անձնական տարածքը, սահմանը եւ իրենց կարողությունների եւ հնարավորությունների սահմաններում, իրենց տարիքին համապատասխան որոշումներ կայացնելու հնարավորություն, հա, դա կենսական, բնական պահանջ է, մենք էլ ունենք այդ պահանջը, մեր երեխաներն էլ ունեն այդ պահանջը, հա, եւ եթե մենք ուզում ենք այդ կիսվելու, տալու, երեխաների մեջ հմտությունը եւ մոտեցումը զարգացնենք, դա չպիտի լինի պարտադրանքով։ Երեխան ինքը այնքան իրան պետքա ազատ, խաղաղ ու հանգիստ զգա եւ վտանգ չզգա այդ տալու պարագայում, հա, որ ինքը ունենա այդ ցանկությունը կիսվելու, տալու, տարածք իր անձնական տարածք հրավիրելու, բայց շատ կարևոր է, որ դա մեր կողմից պարտադրանք չլինի։ Եվ մյուս հարցը, որ մենք մեր ընտանիքում երեխաներին տալիս ենք ինչ-որ պիտակներ, դու բռնկուն ես, դու պորտկուն ես, դու զիջել չես սիրում, դու պարտվել չես սիրում, դու չարաճճի ես, միշտ առաջինը դու ես սկսում, նույնիսկ այն դեպքում, երբ որ մենք տեսնում ենք, որ մեր երեխան առաջինն է սկսում, այս պիտակը տալ իրենց պետք չի, որտեղ երբ մենք տալիս ենք այդ պիտակը, այլընտրանքային վարք ձևավորելու հմտությունից մենք մեր երեխային ուղղակի զրկում ենք։ Մենք կարող ենք փաստը արձանագրել, որ այս իրավիճակում ես տեսա, որ առաջինը դու ես սկսել։ Սա մի բան է, բայց երբ մենք ասում ենք, այ միշտ առաջինը դու ես սկսում, սա ուրիշ բան է։ Ինքը վերցնում է այդ պիտակը եւ գործում է այդ պիտակին համարժեք։ Ինչու՞, որովհետեւ ինքը հավատում է մեր ասածին, որովհետև մենք իր համար շատ կարևոր հեղինակավոր մեկն ենք, հա, եւ ինքը դրանից դուրս գործելու հնարավորություն պարզապես չունի։ Մի փոքր վիճակագրություն ինչի մասին որ ասացի, ընկերներ ջան, հետազոտություն է արվել, սոցիալական ուսումնասիրել են երեխաների վարքը, մինչև 12 տարեկան, հա, իհարկե այստեղ, եւ տեսել են, որ 1 ժամվա մեջ երեխաները իրար հետ մինչև 8 անգամ կարող են տարբեր ինտենսիվության, տարբեր բնույթի եւ տարբեր պատճառների վեճեր ունենալ, հա, եւ սա նորմալ է, ընկերներ ջան, այնպես որ պետք չի սրանից շատ վախենալ։
Հաջորդ վիճակագրությունը, որ ընկերներ ջան, մեր երեխաների փոխհարաբերությունների որակի վրա մեծապես ազդում են մեր մոտեցումները։ Երեխաների անհատական տարբերությունները, իրենց առանձնահատկությունները, տարիքային տարբերությունները եւ սեռը, եւ կան նաեւ արտաքին գործոններ, որոնք որ ազդում են մեր երեխաների փոխհարաբերությունների վրա։ Արդյունավետ մոտեցումներ են համարվում, երբ մենք յուրաքանչյուր երեխային ընդունում ենք այնպիսին, ինչպիսին, որ ինքը կա, իր առանձնահատկություններով, իր տեսակով, դրան չենք տալիս լավի ու վատի գնահատական, գերազանցիկի կամ ծույլիկի գնահատական, եւ մեր երեխաների հետ առանձին վեճերից դուրս, հա, երբ որ գնում ենք վեճը կարգավորել, դրանից դուրս իրենց հետ ուղղակի հաղորդակցման հնարավորություն ենք ստեղծում։ Այստեղ իհարկե ես գրել եմ 10-15 րոպե, բայց դա յուրաքանչյուր ընտանիքի որոշելու հարցն է, յուրաքանչյուր ընտանիք իր զբաղվածության, ծանրաբեռնվածության, իր որոշակի հարաբերությունների կառուցվածքի մեջ ինքը կարող է ընտրել դա քանի րոպե է եւ ինչ ձև ունի, բայց կարևոր է, որ մենք մեր յուրաքանչյուր երեխայի հետ ուղղակի իր պարտավորություններից, պարտականություններից, քրոջ կամ եղբոր հետ ունեցած հարաբերություններից դուրս հաղորդակցվելու հնարավորություն ունենանք, ինչպես արդեն ասացի, բացառենք էմոցիոնալ համեմատությունները, հարգենք մեր երեխաների անձնական սահմանը, էլի ընկերներ ջան, չուրճացնենք, հա, սա, սրանք տարական հարցերի մասին են, դա երեխայի խաղալիքն է, եթե մեզ համար շատ կարևոր է, որ այդ երեխան այդ խաղալիքը տա իր քրոջը կամ եղբորը, առնվազն դրա մասին խոսենք մեր երեխայի հետ, հա, ոչ թե ուղղակի վերցնենք ձեռքից ու տանք, ասենք ինքը փոքրն է, կամ պետք չի այդքան խոզ լինել ու տանք, հա, գոնե խոսենք, ասենք, տես ինքն էլ է ուզում այդ խաղալիքը, օրինակ ինչ ես մտածում, ինչ կլինի, եթե 2 րոպեով տանք ինքն էլ խաղա այդ խաղը, այնքան ռացիոնալ բաներ տակա ասի, որ մենք էլ ասենք, հա, ճիշտ ես ասում, արի չտանք այդ խաղալիքը, հա, կամ օրինակ, էլի պրակտիկայից ասեմ, ընտանիքում 2 բալիկներ, մեկը շատ կոկիկ, շատ այսպես պարտաճանաչ, շատ խնամքով իր անձնական բոլոր իրերին վերաբերող, մյուսը շատ այսպես ավելի էքսպերիմենտատոր մոտեցումներով, շատ ավելի այսպես այլ մոտեցումներով, եւ մեծ բալիկը հարդարում էր իր անկողինը եւ խնդրել էր եւ այսպես շատ գծերով էլի ամեն ինչը սենց իդեալական, երևի մենք մեծերս էլ այդպես չենք անում, եւ դա իր անձնական տարածքն էր, դա իրենն էր, եւ փոքրը միշտ սիրում էր այդտեղ ամեն ինչ խառնշտել։ Եվ շատ առողջ էս երեխան խնդրում էր, ասում էր՝ մի արի իմ սենյակ, ուղղակի խնդրում եմ, մի թողեք, որ ինքը գա իմ սենյակ, հա, սա շատ տարական հարց է, եւ տեսեք, եթե մենք այս հարցը չենք հարգում, որ սա երեխայի տարածքն է, այստեղ ինքը ջանք է գործադրել, այստեղ ինքը ունի որոշակի սահմաններ, որտեղ իրան լավ ազգում, ապահով ազգում, կոմֆորտ ազգում, եւ այդպես է կոմֆորտ զգում, եւ եթե դա խառնվում է մեկ այլ մարդու կողմից, պարզ է, որ սա կառաջացնի ջղայնություն, լարվածություն եւ բնականաբար կդառնա վիճելու առիթ, հա, այսինքն անձնական սահմաններ ասելով մենք նկատի չունենք ինչ-որ ուռճացված անհասկանալի բաներ, դրանք տարական պրիմիտիվ հարցեր են, որոնց հանդեպ ուղղակի մեր հարգանքը շատ կարևոր է։ Եվ բնականաբար շատ կարևոր է մեր երեխաներին տալ հուզական աջակցություն, օգնել, որպեսզի իրենք հասկանան իրենց բարդ զգացմունքները։ Հա, սովորաբար մենք սա ճնշում ենք, մերժում ենք, հա, օրինակ, երբ որ իրենք ասում են, այ նենց կուզեի, որ չգիտեմ, քույրիկը չծնվեր, որ դու հիմա իրան չգրկեիր, դու ինձ գրկեիր, հա, մենք միանգամից ահաբեկվում ենք, միանգամից սաստում ենք, ասում ենք, ոնց կարելի է սենց բաներ ասել, դու գիտես, ես իրան քո համար եմ բերել, հա, եւ նմանատիպ երկար ինչ որ բաներ, բացատրություններ, բայց այդ պահին այդ երեխան ընդամենը աջակցության կարիք ունի, հասկանալու, որ ինքը վատ է, ինքը ուզում է, որ իրան գրկեն, ընդամենը, իրան պետք էր այդ ասել, որ ես հասկանում եմ, որ դու ուզում ես, որ ես էլ քեզ գրկեմ, դու կուզեիր, որ մենք, այո, նույն չափ երկար ժամանակ իրար հետ անցկացնենք, այսինքն այս հույզերը ունենալը շատ բնական ու նորմալ երևույթ է, հա, եւ սխմելով, մենք հաստատ կամ ճնշելով կամ դրանց համար երեխային ամոթանք տալով հաստատ դրական վերաբերմունք չենք առաջացնում քրոջ կամ եղբոր հանդեպ։ Մեր գործողությունները վեճերի ժամանակ, ընկերներ ջան, ճիշտ է, ինձ շատ քիչ ժամանակ է մնացել, բայց ես սա շատ կարևոր եմ համարում ձեզ փոխանցել։ Առաջին հերթին ուզում եմ ասել, որ չենք միջամտում այն դեպքերում, երբ մեր միջամտության կարիքը չկա, այո, երբ մենք տեսնում ենք
երբ կյանքին վտանգ, երբ մենք տեսնում ենք, որ դա ուղղակի լեզվակռիվ է, որ դա ուղղակի քաշքշոց է, որը իրենք կարող են կարգավորել, հա, պետք չի միջամտել։ Մենք միջամտում ենք բոլոր այն իրավիճակներում, երբ իսկապես հիմնավոր դրա անհրաժեշտությունը կա, ինչ որ իրեր են շպրտում իրար վրա, իրար վնասում են եւ այլն, հա, որը կարող է իսկապես վտանգավոր լինել։ Մեր արձագանքը առաջին հերթին, եթե կա այդ վտանգը եւ ռիսկը եւ իրենք չեն կարողանում այդ հարցը ինքնուրույն լուծել, բնականաբար մեր դերը դա դադարեցնելն է։ Մենք իսկապես ֆիզիկապես դադարեցնում ենք այդ իրավիճակը երկուսին իրարից առանց կամ երեքին իրարից առանձնացնելով եւ առաջին հերթին ապահովում ենք մեր երեխաների անվտանգությունը։ Երկրորդը, սա շատ կարևոր մոտեցում է, որը որ իսկապես ձևավորելու համար մեզանից ժամանակ է պահանջում, որ հանում ենք մեր վրայից դատավորի հագուստը, գլխարկը եւ մեղավորներ չենք փնտրում, ընկերներ ջան, փորձում ենք ուղղակի հասկանալ ինչ է տեղի ունեցել։ Լսում ենք երեխաներից յուրաքանչյուրին, նույնիսկ եթե մենք գիտենք ոնց է դա եղել, շատ կարևոր է երեխաներից յուրաքանչյուրին խոսելու, արտահայտվելու հնարավորություն տալ։ Այդտեղ շատ կարևոր է ունենալ կանոններ, որ մեկի խոսելու ընթացքում մյուսը ուղղակի չի խոսում։ Փոքրիկների պարագայում սա բարդ է, բայց որպես 3 երեխայի մամա ասում եմ, որ հնարավոր է։ Որպես մասնագետ գուցե այդքան էլ չհավատաք, բայց որպես մամա վստահեցնում եմ, որ դա լիարժեք հնարավոր է։ Մյուսը մենք փորձում ենք հասկանալ յուրաքանչյուր երեխայի հույզը, մինչև վարքին անդրադառնալ, օրինակ ինքը հարվածեց, խլեց, փչացրեց, պատռեց, հա, փորձում ենք հասկանալ հույզը։ Քեզ զայրացրեց ինչ-որ բան, դուրդ չեկավ ինչ-որ բան, հա, չգիտեմ, նեղվեցիր կամ ամաչեցիր, փորձում ենք հասկանալ երեխայի հույզը եւ այնուհետեւ այս այլ է շատ բարդ մեզ համար որպես ծնող, պատրաստի լուծում չենք առաջարկում, դե իրարից ներողություն խնդրեք, կամ ամենասարսափելին երեխաները եռում են, ուզում են իրար սպանել, եւ մենք ասում ենք դե փաթաթվեք իրար։ Չենք անում նման բան, ընկերներ ջան, փորձում ենք հասկանալ, այդ հասկանալով մենք մի քիչ օգնում ենք իրենց նվազեցնել այդ էմոցիոնալ վիճակը եւ ասում ենք լավ, ինչ անենք այս իրավիճակում, ինչ անենք։ Օրինակ նույն այդ իմ ասած օրինակով մտել է արդեն սենյակ, քանդել է սենյակը, խառնել է եւ իրար սպանում են։ Ինչ անենք։ Փորձում ենք լուծումները դուրս հանել մեր երեխաների միջից։ Հավատացեք երեխաների ներուժին, հավատացեք երեխաների պոտենցիալին, լսեք իրենց, հա։ Չեն դա ձեր ընտանիքի համար, ձեր որպես ծնողի համար ընդունելի լուծում, այդ դեպքում միայն առաջարկեք ձեր տարբերակը։ Եվ այստեղ կարող են լինել նաև կանոններ ձեր տարբերակների մեջ, որ այո, դու կարող ես լինել շատ ջղայնացած, բայց խփել բացառված է, կծել բացառված է, փչացնել բացառված է, հա, եւ առաջարկեք դրան այլընտրանքը։ Այսօրվա կարևոր գաղափարները, որ ուզում էի ձեզ փոխանցել, ընկերներ ջան, դա այն է, որ կռվելը նորմալ է։ Դուք ված ծնող չեք, եթե ձեր երեխաները իրար հետ կռվում են, հա, դա իրենց փորձարկման լավագույն հնարավորությունն է։ Հանեք ձեր դատավորի շորերը, պետք չի դա ձեզ։ Փորձեք ձեր երեխաներին օգնել, աջակցել, որպեսզի իրանք իրար ավելի լավ ճանաչեն եւ իրար ավելի լավ հասկանան, դրա օգնությամբ նաեւ հարգեն իրար։ Ընդունեք ձեր երեխաների հույզերը, նույնիսկ եթե այդ պահին ինքը ասում է ոնց եմ զզվում ես սրանից, նենց կուզեի ինքը գոյություն չունենար, դա այդ պահի իր ազգացողությունն է։ Դա իրանն է, հա, տարեք մանկատուն հանձնեք, իզուր բերեցիր, դու ինձ հարցրել էիր, ես ուզում էի թե չէ, հա։ Դա իր հույզն է, մենք այդ հույզերի դեմ պայքարել չենք կարող։ Միակ բանը, որ մենք կարող ենք անել, այդ հույզը վավերացնելն է, ճանաչելն է եւ այդ հույզի հետ ապրել սովորեցնելն է, հա, որտեվ ճնշելով, սխմելով, ամոթանք տալով այդ հույզը ոչ միտեղ չի գնալու, հա։ Եվ մյուսը շատ կարևոր է, որ մենք մեր երեխաներին յուրաքանչյուրին ընդունենք այնպիսին, ինչպիսին, որ ինքը կա։ Մեկը վտվտի կա, մեկը հանգիստ է, մեկը խոսել շատ է սիրում, մյուսը լռակյաց է, իրանք տարբեր են, բայց իրանք յուրաքանչյուրը ընդունված ու սիրված լինելու անհրաժեշտությունն են։ Ես միշտ ասում եմ, այն բոլոր իրավիճակներում, երբ ձեզ դժվար է հասկանալ երեխայի պահանջմունքը, փորձեք դա տեսնել ձեզ վրա։ Դուք ձեզ ոնց կզգաք, երբ որ նույն համեմատությունները, նույն պարտադրանքները, նույն պահանջները, նույն ձեր էմոցիաները ճնշելը լինի ձեր հանդեպ որպես պահանջ։
վստահաբար կըմբոստանաք դրա դեմ, իսկ մեր երեխաները չունեն այդ հաճախ այդ ըմբոստանալու հնարավորությունը, եւ խոսքս ուզում եմ ավարտել հայկական ժողովրդական ասացվածքով, որ քույր ու եղբայր կռվեցին, միամիտները հավատացին։ Սա չեմ մեկնաբանում, ընկերներ ջան, շատ կուզեմ, որ դուք սրա մասին մտածեք ու հիշեք, որ այո, քույրերն ու եղբայրները իրար հետ կապված են շատ անտեսանելի կապերով եւ շատ կարեւոր է, որ մենք որպես ծնող այդ կապերի հանդեպ լինենք շատ հարգալից եւ մեր մոտեցումներով այդ կապերը չքանդենք։ Արմինե ջան, մերսի շատ բարի, տաքուկ, ջերմ, այսպես խոսքերի համար ու վերջում ձեր պրակտիկ բաները, որոնք շատ օգնում են, շատ ինձ մոտ արձագանքեց այդ 8 ժամվա մեջ 8 վեճի ստատիստիկան, որպես 3 երեխաների մամա, ու այդ ժամանակ ինձ այդ միտքն է օգնում, որ այս լավ է իրանց համար։ Իրանք վիճում են, իհարկե բացառելով վնասը, այն ինչ որ դուք ասացիք, բայց որ այս լավ է իրանց համար, սա փորձարկման դաշտ է հարաբերությունների, իրենց կարիքները ցանկությունները հասկանալու, սահմանները ճանաչելու եւ դրանց մասին կոմունիկացնելու, այսօր գուցե ձեզ էլ օգնի այդ միտքը, որ այս լավ է իրանց համար։ Հարցերը վերցնենք, 3 հարց, երևի, շատ են հարցերը։ Լավ, մի քանիսը վերցնենք, Արմինե ջան։ 3 վերցնենք, հա։ Ժամանակի մեջ։ Բարև ձեզ, շնորհակալություն, ես Գայանեն եմ, մանկապարտեզի դաստիարակչուհի, շնորհակալ եմ այստեղ լինելու համար, շատ հաճելի էր եւ ուսումնական շատ մեծ գիտելիքներ ստացանք։ Ես մայրիկ եմ 2 տղա երեխաների։ Ուրեմն նախ առաջինը երեխան ինքը տեսնելով իր ծնողներին, հարաբերությունները քույր եղբոր հետ կարող ենք ասել այդտեղից էլ է սովորում ինքը ինչպես պետք է վարվի իր եղբոր կամ քրոջ հետ։ Երկրորդ որդիս որ ծնվեց, մեծ տղաս 2 տարեկան էր, չէր ընդունում, մամա ասում էր սա ագրավատ, արկցի։ Այդ ընթացքում իմ եղբայրն էլ ծառայության մեջ էր, նկարներ, անընդհատ ես իրան պատմում էի, տես զինվոր է, ուժեղ։ Մի օր իրեն ասացի, հով, գիտես, իմ եղբայրը բանակում է ու ծառայում է, ես ունեմ եղբայր, քո եղբայրը ինքն է, դու որոշի, ուզում ես իրեն, թե ոչ։ Փոխվեց, դե երեխայի ընթացքում արդեն շատ կապվեցին, հիմա էլ իրար հետ շատ լավ են, ընդհանուր առօրյական կյանքում վիճումել են, կռվում են, բարիշում են, դեռահասության շրջանում են երկուսն էլ, հիմա հարցս։ Երբեմն մենք տեսնում ենք շատ ջերմ, լավ ընտանիք, լավ երեխաներ, հատկապես իմ մտավախությունը տղաների հետ կապված, որ տղաներ են իմը։ Շատ լավ ընտանիք, լավ եղբայրներ, լավ սիրված, հարգված եղբայրներ ամուսնանում են ու հանկարծ կորում այդ սերը, դառնում են դարավոր թշնամիներ։ Հարցս, որտեղ ենք սխալվում, ուր է կորում այդ սերը։ Շատ հետաքրքիր հարց է, իսկապես ես չգիտեմ ուր է կորում այդ սերը, դրա վրա ազդող հավանաբար շատ գործոններ են լինում, բայց հարաբերությունների, առողջ հարաբերությունների կառուցման տեսակետից կարող եմ ասել, որ եթե մենք իրար հետ առողջ հաղորդակցվելու, քննարկումներ ունենալու անհասկանալի իրավիճակներում, բանակցելու, խոսելու, որոշակի արժեքային համակարգի մեջ, ինչպես դուք ձեր խոսքում նշեցիք, լինելու հնարավորություն ենք տալիս, սա ավելի նվազեցնում է այդ հավանականությունը, հետո ծայրահեղ անհասկանալի պատճառներով իրարից հեռանալու, այստեղ շատ կարևոր է այդ իրար հետ հաղորդակցվելու, շփվելու առողջ մոտեցումների ձևավորումը մեր երեխաների մեջ, մի բան էլ էի ուզում ասել, բայց մտքիցս դուրս թռավ։ Տեսեք, ինչքան այդ կապը ավելի ամուր է եւ հիմնավոր է, դա քանդելը շատ ավելի դժվար է լինում։ Բայց երբ որ այդտեղ կան որոշակի կապվածություններ, որոնք որ այդքան էլ ոնց որ ամուր չեն, հիմնավոր չեն, երեր ունեն, սա քանդելը շատ ավելի հեշտ է լինում։ Բարև ձեզ, շնորհակալություն նախ կազմակերպիչներին, հրաշալի միջոցառման համար եւ բոլոր բանախոսներին բավականին ինֆորմատիվ եւ կարեւոր նյութեր էր։ Ես չափահասների հոգեբան եմ,
մասնագիտությամբ, ունեմ 3 բալիկ, ճիշտ է, ինչքան են ուսումնասիրում ես դաշտը, բայց երբ որ լինում ես ծնող ու տեսնում ու լինում ես այդ ամեն ինչի մեջ, մի փոքր այլ է։ Բավականին մանրամասն ներկայացրել էի կոնֆլիկտները, բայց իմ դեպքում կոնֆլիկտները մի քիչ ուրիշ բնույթ ունեն ու կարծես թե դուք կարող եք ինձ օգնել այդ հարցում։ Աղջիկս ու տղաս, երբ որ վիճում են, իրենք դեռահասության տարիք են։ Աղջկաս մոտ արձագանքը մեծի ծիծաղն է, անհագուր ծիծաղը։ Տղաս զայրանում է հենց այդ ծիծաղից, այսինքն վեճի խնդիրը ընթացքում կորում է ու տղայի զայրույթը ավելանում է, աղջկաս ծիծաղի հետ կապված։ Եվ մյուսն էլ արագ հարցը տամ, դուք համալիր պատասխան տվեք, 2 տղաներ են 10 տարվա տարբերությամբ։ Հասկանում եմ, որ մեծս ուզում է կայանա, հաստատվի դեռահասության տարիքա փոքրիս հաշվին, այսպես ասած, բայց խաղալիքները դե բնականաբար իրանից եկած խաղալիքներ են, երբ որ տեսնում ես, որ մեծը այսպես իր ամբողջ հզորությամբ փոքրիկի վրա գալիս է, ասում է դե ասա ինչ ես ասում, փոքրիկն էսես մեղավոր իր ամբողջ ուժով ցանկանում է իր ճիշտը, իր ցանկացած խաղալիքով խաղալը, նա ասում է իմն է տուր, ես խաղամ, հերվից հետևում ես, նայում ես, ուսումնասիրում ես, փորձում ես տեսնել ով ոնց կկայանա այդ իրավիճակում, բայց այդ 8 անգամը մեր մոտ 10 անգամ է, բավականին շատ է լինում։ Ուզում հասկանամ ոնց պայքարել, երկար դիմանալ, ծնողա չէ ռեսուրս ես կորցնում, անկախ ամեն ինչից։ Ոնց կարողանալ վերագտնել այդ ռեսուրսը։ Շնորհակալություն։ Շատ լավ, եթե ճիշտ հասկացած ես, առաջին հարցը վերաբերում էր երեխաների փոխհարաբերություններին, երկրորդ հարցը վերաբերում էր այդ անընդհատ կոնֆլիկտային հարաբերություններից հետո մնալ ռեսուրսային վիճակում, որպեսզի կարողանանք արդյունավետ արձագանքներ տալ երեխային, ճիշտ է։ Տեսեք, առաջին հարցի պարագայում ես զերծ կմնամ գուշակություններ անելուց, այստեղ շատ կարևոր է խոսել երեխաների հետ ու ուղղակի պարզաբանել յուրաքանչյուր երեխայի վարքի հիմքում ինչ է ընկած, հա, երբ ծիծաղում ես օրինակ կոնֆլիկտային իրավիճակներում ու դուք կոնֆլիկտում եք, օրինակ ինչ կասեի ես, հա, ես մի քիչ չեմ հասկանում, ինչ ես այդ պահին դու զգում կամ ինչու ես ծիծաղում, հա, ծիծաղի տառիթը որն է, կամ ինչ առաջացրեց այդ ծիծաղը։ Նախ ինքս որպես ծնող կհասկանայի, հետո դա կթարգմանեի փոքրիս համար, երկրորդ բալիկիս համար։ Գուցե կասեի, որ գիտես, երբ դուք ոնց որ ինչ-որ հարցի շուրջ վիճում եք, այ քո վարքը առաջացնում է որոշակի զայրույթ, այդ ծիծաղդ, որ այս պահին անհասկանալի է, այդ թարգմանչի դերը, հա, որ ասում եմ, կմեկնաբանեի, կփորձեի բացատրել, հասկանալ այդ վարքի տակ ինչ է ընկած, ինչու է այդ վարքը հենց այդ վարքը, այդ պարագայում եւ օգնել, որպեսզի երկու կողմերն էլ այդ վարքը, որը չի տանում դեպի կառուցողական լուծման, վերափոխեին իրենց մոտեցումները, գուցե սկզբնական շրջանում, հենց մեր ներկայությամբ, հա, մեր անմիջական միջամտությամբ կներես ծիծաղդ ոչինչ չի ասում, կամ կներես բղավոցներդ ոչինչ չեն ասում, հա, այս պարագայում եւ ես ձեզ օգնել չեմ կարող։ Փորձել հասկանալ յուրաքանչյուր երեխայի վարքի տակ թաքնված հույզերը, դա բարձրաձայնել, դա թարգմանել յուրաքանչյուր երեխային, հա, իրենց համար, գուցե հենց իրենց համար առաջին հերթին եւ փորձել հասկանալ, թե նմանատիպ իրավիճակներում իրենք իրենց համար ինչպիսի այլընտրանքային վարք կարող են ունենալ։ Հաջորդ հարցի պարագայում, այո, կարող են լինել նույն, այսպես ասացինք, չէ, նույն տարիքում գտնվող երեխաներ, ովքեր ավելի հաճախ են վիճում եւ այդ լարվածությունը, այդ ներվը, որ տանը կա, դա շատ լարող կարող է լինել։ Այստեղ մեզ ինքնավերականգնման մասով Անուշը ահագին խորհուրդներ տվեց, որ մենք ինքներս մեզ համար ժամանակ ունենանք եւ ինքներս մեր կարիքների եւ պահանջների հանդեպ ուշադիր լինենք։ Այո, եթե մենք ուզում ենք քնել, գնանք քնելու լվացանում թողնելով մի քանի կեղտոտ ափսե։ Եթե ուզում են գնալ զբոսանքի եւ մեր երեխաները ապահով են տանը եւ ունեն իրենց խնամող մեծահասակ, թողնենք իրենց եւ գնանք խնամքի։ Ուզում են կարդան գեղարվեստական գիրք եւ դրանով ավելի մեծ լիցքավորված ենք զգում, այդ օրվա մեջ գտնենք այդ 5-10 րոպեն, կարդանք այդ գեղարվեստական գիրքը, լիցքավորվենք, որպեսզի կարողանանք մեր երեխաների խնամքն իրականացնել։ Ու այստեղ ընկերներ ջան, շատ ուզում եմ ասել ձեր հարցի շարունակություն, որպես գուցե ինչ-որ ձևով նաև քույր եղբայրների փոխհարաբերություններին առնչվի, ծնող լինել մենք ենք որոշում։ Դա մեր պատասխանատվությունն է եւ շատ կարեւոր է, որ այդ պատասխանատվության մեջ մենք մեր դերը, մեր ռեսուրսային լինելու համար նաև անհրաժեշտ
բոլոր գործողությունները եւ պահանջները եւս կատարենք եւ դրա նկատմամբ եւս հարգալից վերաբերմունք լինենք, որտեւ լավ ծնող, արդյունավետ ծնող լինելու համար մենք անելիքներ ունենք եւ էլի այդ դերը վերցնել որոշել ենք մենք։ Ուրեմն այդ դերում արդյունավետ, լավ եւ երեխաների զարգացմանը ուղղված ծնող լինելը եւս մեր պատասխանատվությունն է։ Բարև ձեզ, շատ շնորհակալություն բովանդակալից նյութի համար։ Պլանավորում ենք արդեն երկրորդ բալիկը եւ առաջին խնդիրը թե ինչ անենք, որ կոնֆլիկտ չառաջանա, մի մեթոդ ենք, այսպես ասած, նկատել, որ դրական բամբասանքների մեթոդ կա, երբ ինչ որ դրական որակ ուզում ենք երեխայի մեջ զարգացնել, ուղղակի զրուցում ենք, ես ու ամուսնուս, օրինակ, իբր ինքը չի լսում, հայկը չի լսում, մենք խոսում ենք իրար հետ դրական ինչ որ բաների մասին, ու միտք առաջացավ ծանոթության հետ կապված ավելի ճիշտ չի լինի, որ փոքրիկին մենք ծանոթացնենք մեծի հետ, քան հակառակը, երբ նորածին բերում ենք տուն, առաջինը բերում ենք մեծին, ասում ենք, տես ինքը փոքր է եւ այլն, հակառակն անենք։ Օրինակ, տես դու ինչ մեծ զոր եղբայր ունես, չգիտեմ, ինքը քեզնից ավելի մեծ է, քեզ ավելի այսպես օգնական կլինի, կօգնի ու ամեն անգամ փոքրի հետ եւ մեծի հետ կոնֆլիկտների ժամանակ այդ դրական բամբասանքների մեթոդը կիրառելուն ինչ, այսպես ասած, կարծիք կհայտնեք։ Շնորհակալ եմ հարցի համար, իրականում շատ հետաքրքիր հարց է, այն տեսակետից, որ տարբերություն չկա ում հետ ենք ծանոթացնում, այստեղ կարևոր է, որ ոչ մեկին ոչ մի դեր պարտավորություն ու պիտակ չտանք, որը իր կարողություններից դուրս է, ինչը անկեղծ պիտի ասեմ, ձեր խոսքում լսեցի, որ այ ինքը մեծ է, ինքը քեզ կօգնի եւ կանի, այո, եթե դա իր ցանկությունը լինի եւ իր կարողությունները իրեն թույլ տան, ինքը կարող է դա անել։ Տեսեք, նախապատրաստումը բավականին երկար եւ այսպես գիտակցված որոշակի գործողություններ ենթադրող գործընթաց է եւ դա մի օրում, մի ժամում եւ միայն երեխայի ծնունդից հետո չի լինում, եթե այո մենք ունենք պլանավորում եւ կարող ենք դա եւ ուզում ենք երեխային նախապատրաստել, լավ կլինի մենք դա անենք նախապես եւ այստեղ էլի որոշակի քայլեր կան, որոնք պիտի ուղղակի հաշվի առնենք։ Էլի դրա տակ դուք ինչ բառեր կդնեք, ինչ գործողություններ կդնեք, ոնց կասեք, դա յուրաքանչյուր ընտանիքի որոշելու հարցն է, բայց այն, որ ընտանիքում տեղի ունենալու կազմի փոփոխություն, օրինակ, բալիկ է գալու տուն, հա, օրինակ ինքը շատ կարողություններ դեռ չունի, չի խոսում, չի քայլում, իր բոլոր ցանկությունների մասին լացելով է մեզ ասում, հա, մամայի գիրկը ավելի շատ է լինելու, հա, եթե ինչ որ բաներ դուք անում եք, դրանից հետո չեք կարողանալու անել ֆիզիկապես, դրա մասին իրեն իրազեկելն է, հա, օրինակ, եւ այլն, հա, եւ ոչ մի պարտավորվածություն եւ պարտականություն, ինչը որ երեխան չի կարող դեռ անել, որովհետեւ ինքն էլ է ձեզ ուզում որպես ծնող եւ այդ պահանջմունքը ինքն էլ բավարարելու կարիք ունի, եթե մենք չդնենք, սա այն առաջին մեր ստարտային լավ մաքուր դաշտը կլինի իրենց առողջ փոխհարաբերությունները կառուցելու։ Իսկ ով ում կծանոթանա եւ ինչպես կծանոթանա, դա արդեն ամեն ընտանիք իր համար կարող է որոշել։ Շնորհակալ եմ շատ։ Շնորհակալություն, ես տեսա, որ հարցերը շատ են, այդ ցույց է տալիս, թե ինչքան ակտուալ թեմա է, ասա, մենք դա հաշվի կառնենք, բայց ուղղակի ժամանակի սղության պատճառով չենք կարող ցավոք, կարող մոտենալ հետո Արմինեին, եթե հարցեր ունեք։ Արմինե ջան, դուք ընտրեք ձեր հարցը։ Շատ դժվար իրականում իրավիճակի մեջ ենք հայտնվում, երևի մենք սխալ ենք արել, որ մենք փաթեթ ենք բերել եւ մեծ սիրով բոլոր փաթեթներից բոլոր ծնողներին կուզենայինք տալ, բայց երևի թույլ տանք երրորդ հարցը լինել լավագույնը, որովհետև այստեղ մի քանի շերտ կար հարցի եւ մեր փաթեթը նվիրենք մեր երրորդ հարցի հեղինակին։ Շնորհակալություն Արմինե ջան։ Վստահ եմ, որ շատ օգտակար կլինեն այդ նյութերը։